Գլուխ 5. Կառավարությունը։ Հոդված 85. Կառավարությունը մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում եւ իրականացնում է Հանրապետության նախագահի հետ համատեղ։ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների կամ հանրապետության նախագահի նորմատիվ ակտերի հիման վրա եւ դրանց կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման հանրապետության ամբողջ տարածքում։ Կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից։ Նախարարներից մեկը կարող է վարչապետի առաջարկությամբ հանրապետության նախագահի կողմից նշանակվել փոխվարչապետ եւ փոխարինել վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ։ Վարչապետը եւ նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Կառավարության լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ եւ օրենքներով։ Կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով։ Կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է հանրապետության նախագահի հրամանագրով։ Հոդված 86. Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է վարչապետը։ Արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով կառավարության նիստ կարող է հրավիրել եւ վարել հանրապետության նախագահը։ Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը։ Հանրապետության նախագահը կարող է կասեցնել կառավարության որոշումների գործողությունը 1 ամիս ժամկետով եւ դիմել սահմանադրական դատարան սահմանադրությանը դրանց համապատասխանության հարցը պարզելու համար։ Հոդված 87. Վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունը եւ համակարգում նախարարների աշխատանքը։ Վարչապետն ընդունում է որոշումներ կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով։ Հոդված 88. Կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից։ Հոդված 88. Մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ։ Կառավարության այդ որոշումները վավերացվում են հանրապետության նախագահի կողմից։ Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Երևան քաղաքում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով։ Հոդված 89. Կառավարությունը առաջին։ Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը։ Երկրորդ։ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում ազգային ժողով։ Երրորդ։ Կառավարում է պետական սեփականությունը։ Չորրորդ։ Իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային եւ հարկային միասնական պետական քաղաքականությունը։ Չորրորդ. Իրականացնում է տարածքային զարգացման պետական քաղաքականությունը։ 5. Իրականացնում է պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնության պահպանության բնագավառներում։ 6.
ապահովում է հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության իրականացումը։ 7. Ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցները ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման ուղղությամբ։ 8. Իրականացնում է սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ գործառույթներ և լիազորություններ։ Հոդված 90. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն ազգային ժողովի քննարկման է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 90 օր առաջ և կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչև այդ ժամկետի ավարտը։ Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը։ Եթե ազգային ժողովը սահմանադրության 75-րդ հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն կառավարության կողմից ընդունված ուղղումներով համարվում է հաստատված։ Բյուջեի հաստատման առնչությամբ ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր կառավարությունը բյուջեի նախագիծն ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը հավանության արժանանալուց հետո 10 օրվա ընթացքում, որը քննարկվում և հաստատվում է սույն հոդվածով նախատեսված կարգով 30 օրվա ընթացքում։